Փակ TV հեռուստալիքի բոլոր մշակութային ծրագրերը հովանավորվում են իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանի կողմից։ Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է իր բոլոր ունկնդիրներին եւ քանի որ օրը գիրակի հասկանում եք, որ մենք հերթական հանդիպումը ձեզ հետ անց ենք կացնելու լինել թե չլինել հերնենակային ծրագրում։ Ծրագիր, որտեղ մենք իսկապես շատ հետաքրքիր հյուրեր ենք ունենում։ Պիտի ասեմ, որ այսօրվա հյուրն էլ բավականին ինքնատիպ միանձնավորություն է։ Մի մարդ որի հանդեպ մեծ համակրանք ունեմ, որին հարգում եմ իր ազնվության նվիրվածության համար։ Ով է այսօրվա հյուրը, խնդրեմ կարճ ինֆորմացիա հյուրի մասին։ Կուսակցական քաղաքական գործիչ, ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր, նախագահ, Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիոն հարցերի նախկին նախարար, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, Հայաստանի 6-րդ և 7-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր։ Մանեթ Հանդիլյանը ծնվել է 1978 թվականին Ալավերդիում, 1999 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը, իսկ 2002 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը։ Մանեթ Հանդիլյանը հասարակական կյանքում հայտնի է դարձել հիմնականում դեմ են պարտադիրին նախաձեռնության շրջանակներում իր գործունեությամբ։ Այո, սիրելի բարեկամներ, Մանեթ Հանդիլյանն է մեր ծրագրի հյուրը, հրաշալի մի անձնավորություն իսկապես, որին մեծ հաճույքով ողջունում եմ, բարև ձեզ։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ։ Գիտեք, մենք կարելի ասել վաղեմի բարեկամներ ենք եւ շատ մեր հարաբերությունները այսպես անկեղծ էր միշտ բաց թափանցիկ եւ մեր այն հաղորդումները, որ ունեցել ենք, դրանք ցավոք քիչ են եղել եթերում, բայց միշտ տարբերվել են իրենց այսպես ազատ, այո, ինքնատիպությամբ, ազատությամբ եւ անկեղծությամբ ամենակարևորը։ Ես հույս ունեմ, որ այս ծրագրում էլ մենք շարունակենք ավանդույթ։ Բնականաբար, անխոս։ Դե մեր կյանքը առաջին օրվանից լինել թե չլինելու պայքար է։ Շեքսպիրյան այդ հայտնի արտահայտությունը մեր կյանքում շատ հաճախակ է հանդիպում։ Ինչպես է այսօր իրեն զգում Մանեթ Հանդիլյանը։ Հետաքրքիր է, հենց այդ հարցի շրջանակներում եթե խոսեմ, իսկապես դադարի հնարավորություն վերցնել եւ մտածել այդ կարևոր հարցի շուրջ, որը էգզիստենցիալ խնդիր է ոչ միայն այսօր, այլ առհասարակ միշտ է եղել եւ մեր պետության համար հատկապես այս ճգնաժամային ժամանակներում լինել, ինչպեսին լինել եւ ինչպես հասնել այնտեղ, որտեղ նշաձող է դրված հայ ժողովրդի համար որպես առաքելություն։ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը դարերի, հազարամյակների ընթացքում եկել հասել է այստեղ ոչ պատահական։ Առողջ տրամաբանությունը հուշում է, որ ժողովուրդը անցնելով բազմաթիվ արհավիրքների եւ տարբեր պատմական դարաշրջանների միջով կործանվելով, ոտքի կանգնելով եւ նորից կրկնելով սեփական ճակատագիրը եկել հասել է այստեղ ոչ պատահական։ Հետեւաբար իհարկե լինել եւ լինելու ենք ուժեղ ու ամուր, բայց պիտի խորհենք այն արժեքների, այն տեսակի մասին, ինչպիսին ուզում ենք լինել եւ դրա համար ինչ պիտի անենք։ Սա կարծում եմ կարևոր խնդիր է, որ պիտի պատասխանի յուրաքանչյուր ոքն ինքն իրեն եւ առավել եւս հանրային քաղաքական գործիչները։ Տեսեք, դուք իսկապես շատ հետաքրքիր ճանապարհ եք անցել, չնայած այդ երիտասարդ տարիքին կարելի ասել։ Ապրելու երկիր կուսակցությունը, որի համահիմնադիր նախագահն եք, եւ պիտի ասեմ, որը ձեր շնորհիվ այսօր արդեն բավականին լայն այսպես դրական արձագանք է գտել հանրության շրջանում, այդ հարցը լինել թե չլինելու իր առջև նույնպես դրել է առաջին օրվանից։
դրել ու պատասխանել է լինել եւ ինչպիսին լինել։ Պետք է արձանագրեմ, որ 5 տարիների մեր գոյության ընթացքում 21 թվականին ենք ստեղծվել հենց օգոստոսին, կուսակցությունը շատ դժվարությունների միջով է անցել, բայց փորձ են կարել այդ արժեհամակարգը, որը մենք ենք կրում, հիմնադիրներն են կրում, թիմակիցներն են կրում, փոխանցենք եւ տարածենք մեր ժողովրդի մեջ տարբեր ձևաչափերով, այդ նաեւ ընտրությունների միջոցով մեզ ներկայացնելով։ 5 տարին թվում է մի կողմից երկար ժամանակ է, մյուս կողմից շատ կարճ, բայց մենք կարողացել ենք հասկանալ, թե ինչ ուղղությամբ պիտի ապրելու երկիրը տարածվի հանրության մեջ եւ համայնքային ընտրությունների մեր մասնակցությունը, որը բավականին լուրջ հաջողություններ է արձանագրել, իդեպ 4 համայնքներում հաղթանակ է արձանագրել, ինչը միշտ զարմանք է պատճառում տարբեր մարդկանց եւ հույս, որ կարելի է ընտրության միջոցով փոփոխություն անել, մենք սովորել ենք, որ պետք է ճիշտ լեզվով եւ հասկանալի հասանելի խոսել ժողովրդի հետ, որքանով ենք դա կարողանում անել, հիացած չեմ արդյունքներով եւ անելիք շատ կա առաջին հերթին ինձանից սկսած, որովհետեւ ես նկատում եմ, որ դեռ շատ չպարզաբանված հարցեր կա, չիմացություն կա, տեղեկացվածության պակաս կա եւ սա նշանակում է, որ շատ անելիք կա մեր ժողովրդին փոխանցելու այն արժեքները, որ մենք ենք կրում եւ ապրելու երկիրն է կրում, ինչը անելու ենք առաջիկա տարիներին։ Ես ուզում եմ մենք խոսենք նաեւ մի շատ ծանր թեմայի մասին, կապված գերիների հետ, հատկապես ձեր լավ բարեկամներից մեկի Ռուբեն Վարդանյանին առնչվող այդ շատ կարևոր հարցի մասին։ Չգիտեմ դուք ինչպես, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ մեր իշխանությունները բավարար աշխատանք չեն տանում այդ մարդկանց այնտեղից ազատել, անօրինական ձևով, անարդար ձևով դատապարտված մարդիկ եւ հաշտվել այս ամենի հետ, ասելով, թե մենք խաղաղության պայմանագիր ենք կնքում, չգիտեմ, սա Ես խորապես համոզված եմ, որ ազնվությամբ եւ անկեղծությամբ խաղաղության գնացող եւ խաղաղության պայմանագիր կնքողների մտքում պիտի լինի գերիների վերադարձը առաջին հերթին։ Մասնավորապես Ռուբեն Վարդանյանի մասին, քանի որ հարցը տվեցիք, նրա հոդվածները, որով Շինծու դատավարությունը Բաքվում ընթացել է եւ նրա վրա հոդվածներ են կարվել, այդ թվում նաեւ Ավրորա մարդասիրական նախաձեռնությանն են պիտակավորել որպես ահաբեկչություն ֆինանսավորող նախաձեռնություն, ինձ համար ցավալի է արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները ասելիք չեն ունեցել այդ առումով։ Նրանք քաջատեղյակ են եղել, ինչով է զբաղված եղել Ռուբեն Վարդանյանը, ինչ է արել, ինչպիսին է իր մոտեցումը տարբեր հարցերում արժեհամակարգային, հայապահպանության, հայկականության։ Ես խորապես համոզված եմ, որ դա չանելը, դա չասելը, չբարձրաձայնելը այլ բան, քան միտում չեմ կարող ձևակերպել, որովհետև այսպես ճակատագրի բերումով արտաքին գործերի նախարար Արադ Միրզոյանը, ազգային ժողովում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Խանդանյանը, Սարգիս Խանդանյանը երկուսն էլ աշխատել են Ավրորա հիմնադրամում։ Եվ այն տարիներին, երբ Ռուբենը դա հիմնադրել է եւ Ավրորան զբաղված է եղել մարդասիրական իր առաքելությամբ, նրանք տարբեր պաշտոններ են զբաղեցրել, ծրագրեր են ղեկավարել։ Այդ երկու անձանցից ամենաշատն է ինձ համար ցավալի տեսնել, որ որևէ ծպտուն ու ձայն չեն հանում, երբ որ Ռուբեն Վարդանյանը Բաքվի Շինծու դատարանում մեղադրվում է Ավրորա հիմնադրամի միջոցով ահաբեկչություն ֆինանսավորելու մեջ։ Սա ամոթալի է։ Ամոթալի է տեսնել, ինչպես են պետական այրերը Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանության ամոթալի լռում։ Ես տեսեք չեմ ասում հակադարձել, վեճի մեջ մտնել, կռիվ անել, ընդամենը մի թեթև հայտարարել, որ ինչով էր զբաղված Ավրորա մարդասիրական հիմնադրամը, որը աշխարհին շնորհակալության մասին է հայ ժողովրդին աջակցելու եւ ցեղասպանությունից պաշտպանելու համար։ Ահա այսպիսի մարդ է գտնվում Բաքվի բանտում եւ այն վարքագիծը իներտությունը, որ այսօրվա իշխանությունն է որդեգրել, ցավալի արձանագրել, բայց պիտի ասեմ, որ ոչ միայն մենք, այլև բազմաթիվ մարդիկ ամեն օր պայքարում են գերիների վերադարձի համար, առնվազն 19 հայտնի անուններ կան եւ մեզ համար անկախ նրանից ով ինչով է առանձնացրել կամ անձապես ինձ համար որքան անձնական նաեւ ողբերգություն է իմ ավակ ընկերոջը տեսնել այդ Շինծու դատավարության շրջանակներում ու ամոթ զգալ, ամոթալի է նաեւ մնացած 18 հայտնի գերիների համար, որ մեր իշխանությունը դեռևս հանդուրժում է այդպիսի արկայություն Բաքվի բանտում։ Ես կարծում եմ, որ
խաղաղության անկեղծությունը չափվելու է գերիների վերադարձով եւ դա երկկողմանի պիտի լինի։ Գիտեք, մեր ծրագրում մենք ավանդույթի համաձայն ընդգրկել ենք մի շարք արխիվային տեսանյութեր, որոնց մեր հյուրը, տվյալ հաղորդման հյուրը այսօր էլ դուք գուցե այդ մասին խոսել է 10 տարի առաջ, 20 տարի առաջ, 5 տարի առաջ, 5 ամիս առաջ, բայց հիմա մենք այդ տեսանյութերից առաջինը դիտենք եւ շարունակենք։ Խնդրեմ։ Կենսապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսապահովման նվազագույն բյուջեի մասին օրենք 2004 թվականին ընդունված, որտեղ հստակորեն նշված է, թե ինչ մեթոդաբանությամբ եւ ինչու պետք է նվազագույն աշխատավարձը կազմի այդ բյուջեի համամասնությունը։ Ավելին, այդ մասին պետք է ամեն տարվա Հայաստանի Հանրապետության բյուջեն ունենա արտացոլանք, թե ինչպիսի համամասնություն գոյություն ունի նվազագույն աշխատավարձի, այդ ու ներառյալ նաև կենսաթոշակի նպաստների եւ տարբեր այլ հետաքրքիր եւ կարեւոր դրույթների մեջ նվազագույն սպառողական բյուջեի կապը։ Հետևաբար այստեղ մենք նոր հայտնագործություններ անելու կարիք ոչ միայն չունենք, այլև մենք բարի կամք չէ, որ դրսևորում ենք, երբ որ դա ամեն անգամ վերանայում ենք եւ պետք է վերանայենք ամեն տարի, որովհետեւ ամեն տարի բյուջեն ընդունելուց մենք պետք է ասենք, թե ինչ համամասնություն է սա կազմում եւ պետք է անպայման դա արտացոլենք։ Մի կարևոր հանգամանք կա, որ ես ուղղակի ուզում եմ շեշտել, այո, նվազագույն աշխատավարձի եզրույթը շատ կարևոր է, բայց միևնույնն է, հարգելի գործընկերներ, դա շուկան է թելադրում, թե տվյալ աշխատանքը ինչ արժե, ցավոք սրտի եւ իրականությունը հենց դա է, երբ աշխատավարձը նվազագույն աղերս չունի իրականության հետ, երբ որ գործատուները ուղակի գրում են աշխատավարձ, տալիս են բացարձակ ավելի պակաս կամ ավելի աշխատավարձ եւ հետեւաբար այստեղ գործ ունենք ուղակի վերահսկելու արդյոք որքանով են իրական աշխատավարձերը արտացոլված մեր տնտեսության մեջ։ Ես իհարկե սա դրական քայլ է, բայց պետք է ուղակի կարողանանք ճիշտ ներկայացնել, որ նվազագույն աշխատավարձի ազդեցությունը կարող է լինել միայն այն պարագայում, երբ որ մեր բոլոր իրական աշխատավարձներն են գրանցված եւ հարկվում։ Եվ այդ ժամանակ մենք այս գործիքակազմը կլինի իրական պատկերի արտացոլանք, այլ ոչ թե հարկերի հավաքագրման մեթոդ։ Սիրելի բարեկամներ, հիշեցնում եմ, որ Մանեթ Անդիլյանն է մեր ծրագրում։ Հիշեցիք այս ելույթը ձեր։ Գիտեք, կարծեք թե այն որ անցյալ կյանքից լինի, մինչև 20 թվական իմ կյանքն ու մտածողությունն ու առաջնահերթությունները լրիվ այլ էին եւ 20-ից հետո բացարձակ այլ ու այնքան է փոխվել, որ այսպես նայում եմ ու տեսնում թե կարևոր հարց է իհարկե, բայց թե որքանով է այսօր փոխվել իմ անելիքի առաջնահերթությունը։ Խոսքը այստեղ նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին էր, ես կարող եմ ենթադրել, չեմ մտաբերում իհարկե հատկապես այս ելույթը, բայց ես կարող եմ ենթադրել, որ սա վերաբերում էր նվազագույն աշխատավարձի վերանայմանը եւ ինչը այո կարևոր դրույթ է եւ կարևոր արձանագրում է, շատ հետաքրքիր լսել, անկեղծ ասած չէի լսել։ Ես հաճախ չեմ լսում իմ ելույթները եւ ինձ հարցազրույցները ինձ որ հարցեր են տալիս, ես ուղղակի գիտեմ թե ինչու եմ այդպես ասել, ինչ եմ մտածել այդ ժամանակ, բայց շնորհակալ եմ, շատ հետաքրքիր հիշողություն արտնացրեցիք իմ մեջ, որ այսպիսի բաներ են եղել։ Դե ես ասեմ, դուք մասնավորապես երբ աշխատում եք նախարարի պաշտոնում, շատ այսպես ավելի հաճախակի եք առիթ ունենում շփվելու մասնաներից։ Այո, դա ճիշտ է։ Իսկ երբ հրաժարական տվեցիք, տարածեցին լուրեր, որ Մանեթ Անդիլյանը հեռացվել է, որովհետև այսպես, որովհետև այնպես, անհետությունների շղթա։ Ինչ կասեիք այդպես։ Հենց դուք ձեր խոսքում պատասխանեցիք, երբ ես հրաժարական տվեցի։ Դե հեռացված լինեի, ինչու է հրաժարական տալիս, հեռացվել է, ինչքան մարդիկ են հեռացվում, ուղղակի հեռացվում են։ Իրականում նույնիսկ չեմ էլ հիշում, որպես падգամավոր էի սա ասում, թե որպես նախարար, շատ կարճ եմ աշխատել որպես նախարար եւ համարել եմ, որ ես այո գործադիրում ավելի արդյունավետ եմ, առհասարակ ես աշխատանքային այսպես գործադիր տեսակ եմ, քան թե խոսածում, գիտեք, Գորածքային ժողովը խոսելու մասին է, բայց ինձ համար պարզ էր, որ ես պիտի աշխատեմ գործադիրում այլևս այն թիմում եւ այնտեղ, որը կհամարեմ արժեհամակարգով իմը։ Եվ չեմ աշխատի այլևս կառավարություններում,
որ իմ թիմը չի կամ իմ արժե համակարգը չի։ Սա այն դասն է, որ ես քաղել եմ որպես նախարար աշխատելու իմ տարիներին եւ այդպես վարվել եմ Մայթու հետ։ Պատերազմից հետո, երբ ես մեկնեցի Արցախ, այդտեղ նույնպես շահարկվում էր։ Թանդիլյանին սա է ուղարկել, նա է ընդունել, նա է բերել, նա է տարել։ Ինձ ցավ են պատճառում այս զրույցները, ճիշտ ասած, բայց արդեն անցել են տարիներ ու ես սովորել եմ չվերաբերվել այդպիսի զրույցներին, անել այն, ինչ ճիշտ եմ համարում։ Իհարկե, հնարավորինս կոմունիկացնել իմ արարքների դրդապատճառները, հետևանքները, նպատակը, բայց շատ ծանր չտանել, երբ որ դա տեղ չի հասնում։ Իսկ դա հաճախ տեղ չի հասնում, ոնց որ այս դեպքում։ Եթե ասեմ, երբ ես տեղափոխեցին, թե դուք տեղափոխվեցիք Արցախի նախարարի պաշտոնում, ես ինքնուրույն գնացի։ Ոչ ոք, ես իմ մեքենայով ինձ տեղափոխեցի Արցախ։ Այ Արցախում աշխատեցիք, չէ՞, մի որոշ ժամանակ եւ պիտի ասեմ, որ ցանկացած հայի նման դուք էլ ծանր տարաք Արցախի կորուստը։ Այսօր երբ հետադարձ հայացք եք գցում, կարող ենք մենք պահպանել Արցախը։ 23 թվականը մինչև ես խորապես համոզված էի, որ լուրջ անելիք կա, որը հնարավորություն կտա պահպանել Արցախը, բայց զուգահեռաբար նաև տեսնում էի աշխատանք, որը արվում էր ճիշտ հակառակողությամբ, որը ուղղակի տեղ չէր թողնում Արցախի հայկական գոյության համար։ Եվ այդ երկու իրողությունները ինձ հանգիստ չէին տալիս ու նաև դա էր պատճառներից մեկը, որ 21 թվականին կուսակցություն ստեղծեցինք, որովհետև քաղաքական անելիք կար Արցախի պահպանության հարցում։ Եւ այնինչ անում էր այս իշխանությունները, ինձ համար ակնհայտ էր, որ չի բերելու Արցախի հայկական պահպանմանը։ Բազմաթիվ հնարավորություններ կային, այդ թվում նաև հեռու չեմ գնա հենց նույն այսօրվա իշխանության ծրագրում անջատում հանուն փրկության եզրույթով առաջ մղել Արցախի խնդիրը, ցույց տալու պատմությունը, բացահայտելու թե ինչպես է առաջացել պայքարը Արցախի համար, ինչու է առաջացել, երբ մարդիկ այդ հողում կռվել են իրենց հողում ապրելու, մարդավարի ապրելու իրավունքի համար, եւ սա բոլորին էր հայտնի, բայց այն ինչ արեց այս իշխանությունը ճիշտ հակառակն էր եւ դրա արդյունքում նաեւ 23 թվականին մենք ունեցանք Արցախի կորուստ եւ դա տեսնելով նաեւ Ռուբեն Վարդանյանը գնաց Արցախ փորձ անելով իր այնտեղ լինելով եւ աշխատանքով պահպանել Արցախը հայկական, այսինքն շատ անելիք հնարավորություն կար։ Ցավոք սրտի 23 թվականից հետո եւ այս իշխանությունների հիմա վերընտրվելուց հետո ես ամեն օր ավելի հեռու եմ տեսնում դրա հնարավորությունը։ Շատ ցավալի է իհարկե այդ փաստերը։ Մենք մի թեմա էլ կա, որի մասին պետք է անպայման խոսենք, բայց մինչ այդ մասին խոսել առաջարկում եմ դիտել եւս մի տեսանյութ, ձեր հետաքրքիր է, որտեղ ձեր ի վերջո ձեր ապրած կյանքից վերցած տեսանյութեր են։ Եվ չգիտեմ, լրագրողները ձեր կյանքը կերել են, թե չեն կերել, բայց այդպեսին է նրանց գործը։ Նախարարը պիտի խուսափի հանդիպելու նրանց հետ լրագրողները։ Ես սիրում եմ հանդիպել իրականում։ Չգիտեմ, դրա համար դուք եք մարդիկ, որը միշտ հաճույքով գնացել են։ Նրանց ովքեր որակով եւ ընդդիմադի տենց այսպես բան հարցեր են տալիս, տենց դուր է գալիս, բայց կարող է որ դրանք լինեն բովանդակային, որակով եւ հարցի պատասխան փնտրող։ Լավ, հիմա դիտենք եւ վերադառնանք։ Խնդրեմ։ Առաջին հերթին ցեղասպանությունը դա մեր պատմության անբաժան մասն է եւ այստեղ խոսքը տարածքների մասին չէ, այլ հիշողության, մարդկային տարական հիշողության, խոսեփական ազգի պատմության։ Վստահ եմ, այստեղ գտնվող մեծամասնությունը ընտանիք ունի, ով այս կամ այն կերպ ցեղասպանությունից հիշատակ ունի իր ընտանիքի մեջ եւ ես այդ թվում Եվ եթե կան մարդիկ, ովքեր պատրաստ են մոռանալ իրենց պատմությունը, անցյալը, իրենց ընտանիքների ողբերգությունները, ես կդժվարանամ նրանց մարդ անվանել, որովհետև մարդը տարբերվում է կենդանուց հիշողությամբ։ Եվ ստիպել հայ ժողովրդին ուրանալ սեփական պատմությունն ու հիշողությունը, ես չգիտեմ ով պիտի լինես դրա համար։ Ես չխոսեցի կորուսյալ հայրենիքի վերադարձի մասին, ես խոսեցի տարական մարդկային պատմությունների մասին։ Եթե հետ գնանք, Տիգրան մեզ պիտի հասնենք, մեծ հայք եւ փոքր հայք։ Հետեւաբար հայ ժողովուրդը ունենալով հիշողություն, դա ամենևին նույնական չէ կորուսյալ հայրենիքի վերադարձի հետ։ Այդպես որ էլի եմ ասում, հետ գնանք պատմություն, տեսնենք ինչա կատարվում։ Մենք դա չենք անում, դրա մասին չի Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի հայրենիքն է, որը պիտի պաշտպանի նաև արժանապատվությունն ու հիշողությունն ու պատմությունը հայ ժողովրդի։ Եվ այնինչ անում է այսօրվա իշխանությունը, ուղղակի նկարագիր չունի։ Նմանատիպ բան թշնամին անգամ չի կարողացել մեզ հետ վարվել։ Եվ այսօրվա իշխանության քաղաքականությունը զուտ հարված է մեր ինքնությանը հայ լինելու մեր
արժեքին, դա արժեք է ինձ համար որովհետև եւ այդ առումով այստեղ ընդհանրապես դրա մասին չի խոսքը եւ չգիտեմ։ Իրենք հետո փորձեցին ապացուցել, որ չեն ուրանում, բայց այ հենց այդ տեքստերը եւ այդ տեսանկյունից մոտենալը հայոց ցեղասպանությանը հենց ուրացում այլ ձևի ոչ չի լինում, ոչ չի կարող ասել այդքան մարդ չի կոտորվել, հենց այդ ձևով են ուրանում, ուրանալը այլ տարբերակ չունի եւ այո դա ուրացում է եւ նա ձգտում է հաջողանալ թշնամաբար տրամադրված երկրներին, հարևան երկրներին, որոնց հետ այո պիտի լինի խաղաղություն, որովհետեւ մենք այստեղից չեն գնալու իրենք հետ, պիտի բանաձևը գտնել խաղաղության, բայց դա ամենևին սեփական պատմությունը ուրանալը չէ։ Հիշեցիք այս հարցազրույցը, սեփական պատմությունը երբեք չի կարելի ուրանալ։ Այն էլ կապված ցեղասպանության հետ, բայց այս թեման զարմանալիորեն նույնպես մղվել է երկրորդ պլան։ Ոչ միայն խնդիրը այն է, որ երկրորդ պլան է մղվել, այլ ավելի շատ այն, որ վերափոխվում է վերաբերմունքը ցեղասպանության նկատմամբ։ Բնական է քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, պետության արչև ծառացած մարտահրավերներից, խնդիրներից ելնելով, կարելի է մի հարց ավելի շեշտադրել, մեկը մի քիչ ավելի քիչ, կախված ժամանակից, կախված անելիքից եւ պատրաստվածությունից այդ հարցի քննարկմանը, բայց անել հարցադրումներ, անել ձևակերպումներ, որ կարող են միջին վիճակագրական մարդու մոտ հայոց ցեղասպանությունը ուրանալու տպավորություն թողնել, սա ինձ համար ամոթաբեր է։ Սա այն մասին է, որ մենք մեզ ներկայացնում են որպես ժողովուրդ, ով գոյություն ունենալու իրավունք չունի եւ կարող է իր գոյությունը ինչ որ կերպ հարցականի տակ դրվել, օրինակ ոնց որ 15 թվականին։ Միգուցե ինչ որ բան այնպես չեն կարել, դրա համար է տեղի ունեցել ցեղը։ Դա ինչ հարցադրում է, դա ինչ մոտեցում է, կամ մեկ ուրիշը հրահրել է, որ մեր հանդեպ տեղի ունենա։ Այսինքն հրահրող, կատարող, այս ինչ հարցեր են։ Ինչ որ արդարացում, բացատրություն կա ցեղասպանական ակտի վերաբերյալ։ Երբ որ Արցախում էթնիկ զտում էր տեղի ունենում, եւ դա նույնպես ցեղասպանական ակտ է որակվում միջազգային հանրության եւ օրենքների կողմից, ելի խուսափվում էր ցույց տալու, որ էթնիկ զտում է, սա ցեղասպանություն է Արցախի ժողովրդի հանդեպ եւ անում է մի պետություն, որ այսօր այդ նույն բարեկամական եղբայրական դաշնակցային հարաբերությունների մեջ է այն տերության հետ, որ նարել է դա 15 թվականին։ Մենք ուրանալով, մոռանալով, չհասկացության տալով այդ ամենը, մեզ վտանգի տանք ենք ենթարկում դրա կրկնության համար, որովհետեւ այդ մարդիկ, այդ պետությունները մեր հարևաններն են։ Եվ այո, մենք պիտի գտնենք այդ բանաձևը, բայց ոչ սեփական պատմությունը մոռանալու, ուրանալու հաշվին։ Սա անկարելի է, սա մեր արժանիքի, մեր մասին է, մեր ինքնության մաս է։ Այո, ես խոսեցի իմ պապիկի մասին։ Իմ պապիկը Կարս նահանգի Օրթի գյուղից է տեղահանվել, կորցնելով իր ծնողներին, իր եղբոր եւ փոքրիկ քրոջ հետ, ում կորցրել են գաղթի ճանապարհին։ Հիմա այդ պատմությունը ինձանից ուր եք գողանալու։ Նա 7 տարեկան է եղել, քայլելով Օրթից հասել է Գյումրիի մանկատուն եւ այդտեղից փախել, փախուստի դիմել, որպեսզի իրեն չտանեն Ամերիկա։ Տարածվել են լուրեր, որ երեխաներին տեղափոխվում են եւ ահա նա իր եղբոր հետ, որ 9 տարեկան էր, փախել են մանկատնից, որպեսզի մնան Հայաստանում, հասել Ալավերդի եւ իմ պատմությունը ահա այդտեղից է։ Հիմա ինչ առաջարկ կա ինձ, որ մոռանամ Օրթին չի եղել, Կարսը չի եղել, ինչ մոռանամ, որ մասը դրա։ Իմ պապիկի մեդալները մոռանամ, որ հետո պայքարել է հայրենական պատերազմում, դարձել մեդալակիր, հասել Բերլին։ Ինչ որ մասը մոռանամ իմ ինքնության։ Եվ ես վստահ եմ, միայն հո ես այդպեսին չեմ, բազմաթիվ են մարդիկ, ովքեր կապ ունեն մեր պատմության հետ, ում արմատները առկա են եւ իրենք ունեն հիշողություն եւ հարգանք իրենց նկատմամբ։ Այն մարդը, ազգը, ով ինքն իրեն չի հարգում, չի կարող ստիպել որևէ մեկին, որ իրեն հարգի։ Իսկ հարգանք նշանակում է քո տեղը քարտեզի վրա, հստակ բնորանը, որտեղ դու ծնվել ես, կաս, ապրում ես ու պիտի հարատևես, լինես հավերժ։ Այո։ Այստեղ է լինել, թե չլինելու հատուկ շեշտեցի, իհարկե։ Տեսեք, Մանե, իհարկե ցեղասպանության թեման շատ ծանր է եւ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի շատ ցավում եմ, որ մեր իշխանությունները այդ հարցի նկատմամբ չունեն են մոտեցումը, այն սրտացավությունը, որը մեզանից յուրաքանչյուրից է պահանջվում։ Չգիտեմ դուք ինչպես, բայց այն խաղաղության պայմանագիրը, որի մասին անընդհատ խոսում են,
Ինձ համար դա մի փուչ բան է, որտեղ ես չեմ տեսնում իրական ճանապարհը։ Այ դուք հավատում եք այդ գաղափարին, խաղաղության պայմանագրի այդ։ Խաղաղությունը շփոթել ամեն ինչի հետ համաձայնվելու հետ տեղին չէ։ Ինչու է դադարել այսպես կրակոցները ամեն ինչ, կրակոցի դադար է քան թե խաղաղություն, որովհետև ինչ ցանկանում են իշխանությունները պատրաստ են դա քննարկել մի քիչ, հետո տալ, քննարկել տալ, առանց քննարկելու տալ։ Հետևաբար ինչու պիտի լինեն կրակոցներ։ Խաղաղությունը շփոթել կրակոցի բացակայության հետ տեղին չէ եւ դա ինքնախապեյություն է։ Ես վստահ եմ ու համոզված, որ կարող է եւ կլինի խաղաղություն, բայց խաղաղության հարատևությունը պիտի փոխադարձության հիմքում լինի, փոխադարձ հարգանքի, փոխադարձ փոխզիջումների եւ փոխադարձ արձանագրումների, թե ինչպես անել, որ հետագայում այս պահին չէ, մյուս այսպես տարիներին դա չկրկնվի, ինչպես հիմքեր գցել ամուր խաղաղության։ Երբ որ շարունակաբար Հայաստանը կոչվում է Արևմտյան Ադրբեջան, դա հուշում է ձեզ, որ դիմացի կողմը խաղաղության է գնում։ Ավելին, Ալիևի լիքտի հայտարարությունները անդադար մեր երազանքը իրականանում է, մենք Արևմտյան Ադրբեջանում մենք կարող ենք ասել, դե ինչ ուզում ասում է, թողնենք իր ռետաբրացիան, բայց մենք տեսնում ենք, որ դա կատարվում է մեզ հետ։ Մենք տեսնում ենք, որ մեր իշխանությունները համաձայնում են սահմանադրություն փոխելու վերագրով, թե իրենք նոր սահմանադրություն են գրում, դա Ալիևի հետ կապ չունի, ում եք խափում։ Մարդիկ ուղեղ ունեն, մտածում են, գիտեն, հասկանում են, չի կարելի այդ աստիճան մանիպուլացնել ու փորձ անել խափել մի ամբողջ ժողովուրդ, դա երկար տևել ուղղակի չի կարող։ Եվ այս առումով ես կրկնում եմ, ես կողմ եմ խաղաղության, բայց դա պիտի լինի այնպիսի հիմքերով, այդ ու նաև գերիների վերադարձը։ Ինչպես է այս իշխանությունը կամ Ադրբեջանի իշխանությունը խոսում խաղաղությունից, երբ մի ժողովրդի զավակներ գերության մեջ են իր մոտ։ Ամեն ինչ կարելի է անում դել խաղաղություն։ Այսինքն դրա մասին խոսենք, խաթարում ենք խաղաղությունը։ Ինչպես է խաթարում խաղաղություն, որը արկա չէ եւ փաստացի գերության մեջ գտնվող քո զավակներին մոռացության տալով մտածում ես խաղաղություն կկառուցես, սա խապկանք է եւ ես չեմ ուզում մենք խապկանքի մեջ լինենք։ Ես ուզում եմ մենք իմանանք, որ այո դժվար վիճակում է Հայաստանի Հանրապետությունը եւ կա շատ անելիք, բայց զուգահեռ եւ լուր այդ աշխատանքը տանելը մենք պիտի տեսնենք մեր իշխանությունների եւ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումներում, որ աշխատանք կա, տարվում է լուր, բայց մենք պատրաստվում ենք տեր կանգնել մեր իրավունքներին, թույլ չենք տալու Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեցող, քաղաքացիություն ունեցող մարդուն միայնակ լքված որևէ միտեղ, ասենք դե քո գործն է, չգիտեմ ինչ պատահեց քեզ, ես քեզ հետ գործ չունեմ։ Այդ անձնագիրը պիտի արժեք ունենա։ Եվ ես ուզում եմ, որ մեր պետությունը տեր կանգնի իր քաղաքացիներին, որ էլ նրանք լինեն։ Այո, ճիշտ ասած շատ կան հարցեր, որոնք մտորումների տեղիք են տալիս, բայց մինչ հաջորդ հարցս առաջարկում եմ դիմել ևս մեկ տեսանյութ, որտեղ ես հասկացա, որ այս տեսանյութերը դուք իսկապես մոռացել եք, արդեն չէիք հիշում։ Լավ, խնդրեմ։ Պարբերաբար ասել եմ, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթություններից է ներառականությունը։ Երբ որ մենք խոսում ենք սոցիալական խմբերի շերտերի մասին, մենք պետք է հասկանանք, որ այստեղ խնդիրները բազմաշերտ են եւ տարբեր գերատեսչությունների փոխգործակցությունը միայն կարող է իսկապես խնդիրներ լուծել եւ արդյունք տալ, որովհետեւ սա միայն առանձին նախարարության խնդիր չէ, հարց չէ եւ դա է պատճառը, որ մենք մշտապես ձգտում ենք տարբեր գերատեսչությունների հետ փոխգործակցության եւ այս անգամ նախարարության հետ եւ սա հիանալի հնարավորություն է ցույց տալու, թե ինչպես կարող են միջպետական, միջգերատեսչական համագործակցության արդյունքում ստանալ իսկապես ավելացված արժեք մեր քաղաքացիների կյանքում։ Միևնույն ժամանակ մեր նախարարության տեսլականն է չանտեսելով ոչ ոքի, այսպես եզրին չթողնել այն քաղաքացիներին, ովքեր սոցիալական տարբեր խնդիրների պատճառով դուրս են մնում հասարակության հետ շփումների, հասարակության մեջ ներառվելու, ներգրավվելու հարցերում։ Եվ այս պատճառով մենք գտնում ենք, որ մեր պետությունը պետք է կարողանա ամեն բան անել, որպեսզի սոցիալական
կարգավիճակը չհանդիսանա չընկնի հիմքում մարդկանց ներառականության եւ մեր պետության համերաշխության սկզբունքի մեջ պետք է տեղավորենք այս եզրույթը եւ կարողանանք գտնել հնարավորություն եկամուտների տարբեր այսպես բևեռացման աստիճանում գտնվող մեր քաղաքացիներին ներառել միևնույն միջավայր եւ հնարավորություն տալ շփումների եւ փոխգործակցության։ Պետք է ասեմ, որ մեր նախարարության նաեւ առաջնահերթությունից է ավակ մեր ընկերների, տարեցներին ապահովել տարբեր հնարավորություններով զբաղվածություն ապահովել, նրանց փորձառությունը կենտրոնացնել եւ օգտագործել իշահ մեր պետության, որովհետեւ մենք բոլորս հասկանում ենք, որ մեր ավակ գործընկերները ունեն փորձառություն, ունեն գիտելիք, հմտություններ, որոնք պիտանի են մեր պետության զարգացմանը եւ մենք պետք է կարողանանք այդ հնարավորությունները ստեղծել եւ այս պարագայում մշակութային ծրագրերի միջոցով մենք նաեւ ներդրում ենք անում մարդկային կապիտալի զարգացման մեջ եւ այդ հնարավորությունը ստեղծում ենք նաեւ իրենց համար շփվելու մեկ-մեկու հետ եւ կարողանալու նոր արժեքներ ստեղծել մեր պետության զարգացման համար։ Երելի բարեկամներ, հիշեցնեմ, որ ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր նախագահ Մանե Թանդելյանն է Փակ TV տաղավարում։ Մանե, դե սա նախարար աշխատած տարիներից։ Սա իմ ամենասիրելի նախագծերից էր, այս սա չեմ կարող ասել, որ չեմ հիշում, սա իհարկե հիշում եմ, որովհետև այս ծրագրի համար շատ տարբեր մարդկանցից թոշակառուներից, սա վերաբերում էր թոշակառուներին, շատ շնորհակալություն եմ լսել ու ստացել ու մարդիկ այնքան ուրախ էին իմանալ, որ նման ծրագիր կար։ Սա ինչին էր վերաբերում, մի հետաքրքիր մտահղացում ունեինք մշակույթի նախարարության հետ, այդ ժամանակ մշակույթ կար, նախարարություն կար։ Եվ արձանագրում էր տեղի ունեցել, որ պարբերաբար համերգասրահները, թատրոնները պետական վերահսկողության տակ գտնվող կիսադատարկ դահլիճներում են ընթանում եւ դա հաճելի չի եւ նաեւ ներկայացումը անողին հաճելի չէ եւ այս լուրը այսպես մեզ բերել էր մի մտքի համագործակցության, որ մինչև ինչ-որ մի գումարի վաճառք, երբ որ իրականացվում է եւ կա ինչ-որ մի բա ազատ արդեն հետևի շարքերում կամ մեջտեղում կապ չունի որտեղ, երբ որ վաճառքը կատարվում է տոմսերի եւ կան ազատ տեղեր, այդ տեղերը հատկացվեն թոշակառուներին անվճար։ Եվ մենք մշակույթ նախարարության հետ այդ ծրագիրն իրականացրեցինք, բազմաթիվ թոշակառուներ մասնակցում էին, գնում էին եւ ինձ այնքան շնորհակալություն, ինձ թվում էր դա այդքան էլ չի արադառնա մարդկանց կյանքին, այն առումով, որ միգուցե տնից դուրս չգնան, բայց այդ ինչ ոգևորություն կար եւ ես այնքան ուրախ եի, որ այս ծրագիրն արել ենք։ Առաջին իսկ կադրից ես հիշեցի, սա ինչի մասն է, որովհետեւ նաեւ ես էի շատ ուրախ, որ դրա արդյունքը այդքան ավելին եղավ, քան ես սպասում էի։ Ես պիտի ասեմ, որ մենք պատահական չենք կտրել այս հատվածը, որովհետեւ ես մայրս այն ժամանակ հուսահոգի մայրս կենտանի էր եւ նա առաջիններից մեկն էր, որ օգտվեց այդ։ Ինչ ուրախ եմ տալիս շատ մարդիկ։ Ես համար տեսնում ես ավելի շատ են մտածում, քան հստակ ես ասում եմ անիմաստ, միևնույն է ներկայացումը կա, այսպես աշխատել եմ համոզել բոլորի համար դա հասկանալի տեսանելի։ Ես ասում եմ, այո, դա պետք է հատկացնենք մեր նույնիսկ ասում եմ, կտանեմ, մամ, կտանեմ, չէ, գործուրես ես կգնամ։ Զբոսնում էր, գնում էր, այսինքն կյանքը նոր բան էր ստանում, այսպես բովանդակություն եւ իմաստ եւ իրենց զբաղվածություն, իրենց ժամանցը ինչու՞ չէ, եւ մենք պիտի շնորհակալ լինենք իրենց այս ձևով, անելիքով, այլ ոչ թե ուղղակի այդպես իրենք կան շնորհակալ ենք որ մեր։ Բայց ինչու այդ լավ նախաձեռնությունը, որը կար այն ժամանակ Չգիտեմ, ես նույնիսկ անկեղծ որ լինեմ, չգիտեմ, հետևել են, շարունակել են, թե չէ, նախարարություն չի շարունակվել։ Ցավում եմ դա արձանագրել, անկեղծ որ լինեմ, ոնց որ ձեզ ասացի, իմ կյանքը մի քիչ 20 թվականից էս կողմ այլ առաջնահերթությամբ չեմ իմացել, որ չի շարունակվել, չգիտեմ երբ է դադարել, ճիշտ ասած, բայց այնքան ոգևորությամբ շատ շնորհակալություններ եմ լսել, որ նույնիսկ մտածում եի շարունակվում է, երևի հիշողությունն է մարդկանց, միևնույն է շնորհակալ եմ։ Հիշողությունը շատ իհարկե ինքնատիպ երևույթ է, բայց տեսեք, դուք իսկապես շատ հետաքրքիր ճանապարհ եք անցել։ Ասում եք մինչև 20 թվականը մեկ այլ կյանք էր, 20-ից հետո սկսվեց մեկ այլ։ Ինչու եք դա բացատրում։ Ինձ համար Արցախի այս վերջին պատերազմը, 44-օրյա պատերազմը անդառնալի հետք է թողել որպես մարդ, որպես քաղաքական գործիչ, որպես հանրային մարդ, ով մտորել է շատ երկար, ինչու ինչպես կարող էր մեզ հետ սա պատահել, ինչպես ստացվեց, որ ես այն սերնդի ներկայացուցիչն եմ,
ում մասին կարդում էի պատմության դասագրքերում, գիտեք, առաջին մասնագիտության պատմաբան եմ, որ կորցրել են իրենց հայրենիքի մասը պարբերաբար եւ հայրենիքը իրենց աչքի առջև փոքրացել է անընդհատ եւ ինչ են արել նրանք։ Եվ այդ հարցը ինձ մտատանջում էր, որ հիմա ես այն սերունդի ներկայացուցիչն եմ, ում ծնողները ազատագրել են իրենց հայրենիքը, իսկ ես դա կորցրել եմ։ Եվ մինչ այսօր էլ այդ հարցը ինձ հետ ապրում է։ Եվ ես դա փորձում եմ հասկանալ, ուղղել, որքան որ դա հնարավոր է, ես պատճառները հասկանում եմ, ուղղելը բարդ է շատ, բայց աններելի բան ենք արել, պարոն Ղուշյան։ Եվ ես կարծում եմ, որ սերունդները մեզ չեն ներելու, եթե գոնե այսօր չփորձենք ջանք գործադրել, վերականգնելու մեր պետության սահմանները ամրացնելու, մեր արժանապատվությունը վերականգնելու եւ հիմքեր ստեղծելու պատմական արդարության համար։ Մեր ծրագրի ավանդական հարցադրմանը, որը սովորաբար մենք վերջում տալիս ենք մեր ժյուրին, հաղորդման սկզբում դուք ինչ-որ ձևով անդրադարձաք ձեր մտորումները, ձեր մոտեցումները, բայց հիմա ես ուզում եմ հարցը մենք ավելի ստույգ դարձնենք, ինչպիսին է Մանեթ Հանդիլյանի համար Շեքսպիրյան այս բանաձևը, որն է հոգեպես ավելի ազնիվ, տանել գորբախտի պարսաքարերը և սլաքները, թե զենք վերցնելու իշտոցավիրի մի ծովի ընդեմ։ Զենք վերցնելու պայքարել միշտ, որովհետև կյանքը հենց պայքար է։ Ինչ ելքեր եք տեսնում այդ պայքարից։ Ես տարբեր ելքեր եմ տեսնում, կախված նրանից, թե մենք որ ճանապարհով ենք գնալու, եւ ես վստահ եմ, որ այլընտրանքը պայքարի հանձնվելն է եւ չգոյը, իսկ պայքարի ուղին դա կյանքն է, դա տարբեր արդյունքներն են, դա անելիքն է, դա ինքնին կյանքն է, հետեւաբար ելքը չի կարող վատը լինել պայքարող մարդու համար։ Դե ես ուզում եմ մաղթել նախ եւ առաջ առողջություն, հաջողություն ձեր ծրագրերի կատարմանը, ձեր մեծ ցանկություններից մեկի գերիներին ազատ տեսնելու այդ պահը վերապրենք եւ դուք խոսացեք, որ այդ օրը դուք նորից կգաք։ Մեծագույն սիրով, ես անհամբեր այդ օրվան եմ սպասում, ու ինչքան շուտ այդ օրը գա, այնքան մեծ սիրով կգամ ձեզ։ Դե տեսեք, դա շատ կարեւոր է, մենք ձեզ սպասելու ենք մեր տաղավարում։ Սիրելի բարեկամներ, դուք հասկացաք, որ այսօր իսկապես հրաշալի հյուր ունեինք մի մարդ, որը շատ անկեղծ սպասում է, այսպես թափանցիկ զրույց էր անում, եւ չնայած իր ունեցած բազում պաշտոններին, բազում այսպես ձեռքբերումներին, մնացել է նույն համեստ անձնավորությունը, ում համար կարևոր է հայրենիքի վաղվա օրն է, այն տեսնել այնպիսին, ինչպիսին ինքը երազել է, որ այն վայելեն նաեւ իր զավակները։ Իսկ Մանեթ Հանդիլյանը իսկապես նման ազնվորություններից մեկն է։ Ես դա ասում եմ ոչ թե այսպես գեղեցիկ խոսքերի համար, այլ ասում եմ, որովհետև ճանաչում եմ այս ազնվորությանը։ Մանեթ, շնորհակալ եմ, որ եկաք։ Ես եմ սրտան շնորհակալ հրավերի։ Միշտ մնացեք մեզ բարեկամ։ Մեծ սիրով։ Եվ ամենակարևորը, միշտ ձեր սկզբունքներին հավատալի։ Չեմ կարող այլ կերպ։ Ես հասկացա, որովհետև հենց դրա պատճառով դուք շատ բարձր պաշտոններ ինքնակամ հանձնեցիք թող։ Պաշտոնը միջոց է, այլ ոչ թե նպատակ։ Բարձր։ Դե այդպես ցավոք չեն մտածում մեր պաշտոնյաների շատերը։ Շիրի բարեկամներ, այսպեսին էր այսօրվա լիներ թե չլիներ հեղինակային ծրագիրը։ Հրաշալի մի անձնավորության հետ ապրելու երկիր, իսկապես ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր նախագահ Մանեթ Հանդիլյանի հետ։ Ինչպես ինքը խոստացավ, սպասեք նրան առաջիկայում եւս։ Իսկ այսօր այսքանը, ցտեսություն։